Ամեն դեպքում հույս ունեմ, որ հերթական ապտակը չեմ ստանա քո պատասխանից։ Ինչ ա եղել, Անիկ, ասա։ Հեն նամակը, որ քաջիկը գրել է Հայկին, որ դու էլ ես տեղյակ։ Էդ ինչ նամակ է։ Ով ա քեզ ասել։ Նարեն։ Վերջերս մի տեսակ շատ ազնիվ ա դարձել։ Փաստորեն Նարեն էլ ա տեղյակ։ Ինչ ես անում, Սակուն։ Ինչ ես անում։ Ուր է այդ նամակը։ Ուր է։ Ինչ նամակ։ Քաջիկի գրած նամակը։ Ես ինչ իմանամ ուր է այդ նամակը։ Ես չգիտեմ։ Դու չգիտես ուր է այդ նամակը։ Բայց քեզ Նարեն ա ասել, հա։ Ո՞վ ա ասել քեզ։ Չգիտեմ։ Լալան ա ասել։ Լալան քիչ առաջ ստեղ էր։ Ինքն ա ասել ինձ այդ նամակի մասին։ Ոնց։ Նամակը Լալայի մոտ է։ Ես չգիտեմ ում մոտ է այդ նամակը, բայց Լալան շատ լավ տեղյակ էր այդ նամակի մասին։ Սակո, կբացատրես ինչ ա կատարվում։ Ինչ կա այդ նամակի մեջ։ Անիկ! Վրամարի փորձենք հասկանալ ուր կարա լինի Նարեն։ Դուք ինչ որ սիրած տեղ չունեք, որ սիրում եք գնալ, երբ ուզում եք մենակ մնալ։ Ինչ ես անում, Սակուն։ Ինչ ես անում։ Ես ինչ էր սոնում։ Մամայի ձայնն էր։ Պապ ջան, ինչ ա եղել։ Նարեից նորություն կա։ Չտաս դրա անունը։ Դու դրա անունը չտաս։ Պապ, ինչ ա եղել, ինչ ա արել Նարեն, որ այս վիճակում ես հայտնվել։ Նարեն, ազնիվ աղջիկ ա խաղում։ Ուզում ա բոլոր հարցերը ինքը լուծի, Լալայ ա խառնում գործին։ Հետո էլ կասի լավ աղջիկ եմ հորս համար։ Բայց թող Աստծուն աղոթի, որ չընկնի ձեռքս։ Գոնե դու կբացատրես, հասկանամ ինչ ա կատարվում, ու ինչի համար Լալայի անունը տվեց։ Չգիտեմ, Ռամ։ Ես չգիտեմ։ Ռամ։ Լալան հորքորդ է։ Հա։ Ու Հայաստանում է։ Ոնց հասկանում եմ, հա։ Դու չես իմացել։ Չէ, Լիլիթ, ես Հայկի հետ կապ չեմ պահում։ Ինքն է պարզա չէր զանգելու ու ասել։ Ինչի չես պահում Նարեի համար։ Հա, Լիլիթ, այդ միակ բանն է, որ ոչ Սոնայի, ոչ է Հայկի դեպքում ես չեմ ընդունելու ու չեմ ընկալելու։ Նարեն չկա։ Չգիտեմ ինչա կատարվում մեր շուրջ բոլորը, բայց համենայն դեպս Նարեն չկա ու ասեմ, որ Հայկն էլ է իրան փնտրում։ Ոնց, Նարեն Հայկի հետ չի։ Փաստորեն չէ։ Մի կողմից Վարոն, մյուս կողմից Նարեն, Սոնայի մասին էլ չխոսամ։ Դու տենց մի նայ, որ ես իրա պապայի մոտ շատ բաներ չեմ խոսում։ Համենայն դեպս Սոնան շատ վատ էր, անդրամադիր,
Ու ճնշված, իրականում։ Անցած անգամվա իմ տեսած Սոնան չէր համապատասխանում այս անգամվա հետ։ Հա, Քերի։ Հայկ, ուզում հասկանամ հասցնում ես գազ թե չէ։ Չէ, ես գնում եմ գյուղ։ Միակ հույսս է Անարին գտնելու։ Հասկացա, ուրեմն ես կզբաղվեմ այդ հարցերով։ Եղավ։ Այ Նարե։ Ոյ ես Սակո, այդ ինչ նամակ է։ Ինչ կա այդ նամակում։ Ու Նարեն ինչ կապ ունի։ ինչ կապ ունի։ Աղջիկդ գաղտնի համագործակցության մեջ ա Լալայի հետ, բայց չգիտեմ ես անգամ ինչ ա դրել մտքին։ Վերջապես կբացատրես ինչ ա գրած այդ անիծյալ նամակում։ Ինչ գրած, գրող ա գրած։ Քաջիկը այդ նամակի մեջ գրելա, որ ես ոչ մի կապ չունեմ այդ ամեն ինչի հետ։ Այդ նամակը հասցեավորված ա Աշոտի տղեկին։ Հասկացար։ Ոնց, հենց այտենց։ Ու այդ նամակի մասին իմացել ենք ես ու Նարեն։ Բայց եթե նույնիսկ Նարենն է այդ նամակը վերցրել, ինչ ես բարկանում։ Ամեն դեպքում փորձ արել քեզ փրկել։ Ինչ փրկել։ Հասկացի, եթե Լալան մեջն ա, ինչ փրկել։ Շատ շուտով այդ նամակը կախաղանի պես կփաթաթվի վզիս։ Շատ շուտով, սպասի։ Եթե միտեղ Լալա կա, էլ ինչ փրկություն անիք, էլ ինչ փրկություն։ Սակո լավ չես։ Աստվածին։ Չես զանգելու Հայկին։ Զանգել եմ, չի պատասխանում։ Բայց դու մեկը սխալ ես։ Ինչի եմ սխալ։ Սոնայից հրաժարվել ես։ Հայկից երես ես թեքել։ Չես հասկանում, որ քո մեկուսանալով ոչ մի բան չես փոխելու։ Այդ պատճառները իրանք էլ են հասկանում։ Հնարավոր է, որ իրանց համար ավելի դժվար է, քան դու պատկերացնում ես։ Բայց այդպես չշփվելով ոչինչի չես հասնի։ Դու իրանց կարիք ունես, իրանք էլ քո։ Լիլիթ, նես չի, որ ինձ մեկա, կամ իմ սիրտը չի ցավում։ Ուղղակի այն ինչ կատարվում է հիմա, այդ ոչ մի բան է, ինչ կատարվել է տարիներ առաջ։ Դու այդ չես հասկանա ու շատ լավ է, որ չես հասկանա։ Համար եմ հաց դնում։ Ով է սրտով հաց ուտելու, երբ երեխես տանը չի։ Ես դուրս եմ գալիս։ Ուր ես գնում։ Աղջիկը տանը չի, մամա։ Ուր պիտի գնամ։ Վրամ, չեմ ուզում մենակ գնաս, ուզում եմ ես էլ հետդ կամ անհանգստությունից արդեն կժվում եմ։ Սոնա, ես հասկանում եմ ինչի համար ես ուզում հետս գաս։ Ես էլ քեզ երկար ժամանակ չեմ ուզում մենակ թողնեմ։ Ուղղակի չգիտեմ ուր եմ գնում ու երբ հետ կգամ։ Դու հանգիստ տեղի ու մնա տանը, ես քեզ կզանգեմ, հա։
Վրամ հեշտ ես ասում հանգիստ լինի։ Նարե։ Կլինի ներս գանք։ Չհասկացա։ Գանք ներս ու խոսենք, հա, աղբերս։ Չգիտեմ, բայց հեսա կհասկանանք։ Բարես ես ուր էիր։ Ինչ էր հեռախոսդ անհասաների, ախր սիրտս պայթում էր արդեն, չես հասկանում։ Արմո, ինչ է նշանակում այս ամեն ինչը։ Այս ձերքդ ինչ է եղել։ Վնասել ես, ինչ է եղել։ Պետք չի Նարեին վատ վիճակի մեջ դնել։ Հասկանում եմ, որ ձեր մոտ հարցեր են առաջանում։ Ես հենց դրա համար եմ ստեղ, որ ձեր բոլոր հարցերին պատասխանեմ։ Այս ամեն ինչ ասում եմ։ Բայց ես ձեզ կբացատրեմ։ Ու վստահ եմ, որ դուք եք ուրախ մեր համար։ Ես ստեղ ուրախանալու ոչ մի բան չեմ տենում, Արմո։ Հենց հիմա Նարեի ձեռը բաց թող ու բացատրեք ինչ է այստեղ կատարվում։ Նարե, ասա ուր էիր ու ինչի ես սրա հետ եկել։ Վրամ, ես չեմ պատրաստում Նարեի ձեռքը բաց թողնել։ Ու ես վատ բան չեմ անում։ Համարեք, որ հաշտվել ենք ու հիմա միասին ենք։ Չեմ հասկանում, ուր աղջիկ մեր համար։ Ձեռես առնում է։ Սպասի, Վրամ։ Ով է ասել, որ ուրախ չենք Արմո։ Օրինակ, ես շատ ուրախ եմ։ Եթե ճիշտ եմ հասկանում, այն ամեն ինչը, ինչը տեսնում եմ։ Պապա։ Ինչ։ Ինչ ես խոսում, Սաքո։ Ինչի համար ես ուրախացել։ Մենք այս պատկերը մի անգամ արդեն տեսել ենք։ Ու սրա արդյունքն էլ ենք տեսել։ Բացի ուրախանալուց ոչ մի հարց չի առաջանում քո մոտ։ Անիկ, Ինչ։ քեզով խնդրեց, որ մեջ ընկնես։ Իսկ մամայի որ ասածներ սխալ կասես։ Ես ու Արմանը արդեն խոսել ենք ու եկել ենք ընդհանուր հայտարարի։ Մենք ամուսնանալու ենք։ Ես հասկանում եմ հիմա բոլորիդ մոտ հարցեր են առաջանում, բայց այս իմ որոշումն է ու քննարկման ենթակա չի։ Իսկ հիմա կներեք, ասելիքս այսքանն էր, իմ սենյակում կլինեմ։ Անիկ, մեզ սուրճ բեր։ Ինչ։ Ասում եմ սուրճ բեր։ Յա նստեք։
Նարե, ես ինչ է կատարվում։ Ինչ է եղել։ Հայկը առավոտից քեզ է փնտրում։ Նարե, Հայկը ամենտեղ քեզ նայել է։ Զանգել է, մենք էլ ենք զանգել։ Վրամը դուրս էր գալիս, որ քեզ փնտրեր, բայց պարզվում է, որ այս ամեն ինչի հետևում Արմոն է կանգնած։ Ինչ է կատարվում, ինչ է արել։ Ոչ մի բան չի կատարվում, ես իմ ասելիքը արդեն ասել եմ։ Նարե, քեզ թվում է ես հավատացի։ Ես շատ լավ տեսել եմ, թե Արմոն քո հետ ոնց է վարվում, ու շատ լավ գիտեմ, թե ինքը ինչերի է պատրաստ հանուն իր ուզածի։ Այս են դեպքը չի։ Ուզում ես հավատամ, որ դու քո կամքով ուզում ես Արմոյի հետ ամուսնանաս։ Հա։ Նարե, բա Հայկը։ Ես շատ լավ գիտեմ, որ դուք իրար հետ եք եղել։ Գիտեմ, որ Հայկի մոտ ես գնացել։ Հիմա ինչ է կատարվում։ Ես ու Հայկը իրար հետ էլ ընդհանրապես ոչ մի կապ չունենք։ Բայց ես հիմա չեմ պատրաստվում քեզ ինչ-որ բացատրություն տալ։ Գժվեցիր։ Ոնց թե իրար հետ կապ չունեք։ Բա ում հետ կապ ունես, այդ տական Կարմոյի։ Սոնա, նորից եմ կրկնում։ Ես բացատրություններ հիմա քեզ չեմ տալու։ Բայց պարտավոր ես, որովհետև հարցը այստեղ իմ աղբորն է վերաբերում։ Հայկը առավոտից ընկած քեզ է ման գալիս, որ վերջում ես ամենը իմանա։ Նարե, հերիք չէր այն, որ տանդ դիմաց դու Հայկին թողեցիր։ Հետո գնացիր մոտը, հիմա էլ Արմոյին ես ընտրում։ Ես չեմ հասկանում ինչ է կատարվում, բայց այս ամենը նորմալ չի։ Նարե, դու միամիտ մարդ չես։ Արմոյին էլ նոր չես ճանաչում, որ ձեռքը բռնած այս տուն ես մտնում։ Հայկը այս ամեն ինչին արժանի չէր։ Չի կարելի թքել մեկի հոգու մեջ, ով որ մինչև վերջ իր սիրտը բացել է քո առաջ։ Նարե, հիմա լռելու ես ու ոչ մի բան չասես։ Ես չունեմ ասելու ինչ-որ բան։ Արդեն ասեցի։ Ինչ-որ պիտի ասեի, բոլորիդ ներքևում ասել եմ։ Լավ, ես նորմալ չի։ Հայկին զանգեմ, ինչ ասեմ։ Ձյացա, քո շատ բան չունեմ ասելու։ Երեք բոլորս էլ տեսանք, որ Նարայի վիճակը լավ չէր։ Ու ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ ես Նարային սիրում եմ։ Կարող է ձեր համար մի քիչ տարօրինակ թվա, բայց ես մի փոքր ավելի լավ եմ ճանաչում Նարային։ Ու ես գիտեմ ինքը այդ ժամանակ տանից դուրս է գալիս։ Այդ ամեն ինչը իմանալով ձեր տան մոտակայքում էի։ Տեսա, որ դուրս է գալիս, մոտեցա իրան։ Ճիշտ է, սկզբում նորմալ չընդունեց, գորգորաց, բայց դե ես այդ ժամին իրան մենակ չէի թողնել։ Ապրես Արմոն, լավ ես արել։ Ինչ հեքիաթներ ես պատմում, արա։ Ինձ հիմա մենակ մի բան է հետաքրքիր։ Նարեն մի քիչ առաջ ինչ հայտարարություն արեց ու գնաց։ Մենք երկար ժամանակ ենք ունեցել խոսալու համար վրամ։ Ու ունես չի, որ ես ինչ-որ բան ստիպել եմ իրան կամ էլ ասել եմ։ Ոչ մեկի համար էլ նորություն չի, որ ես սիրում եմ իրան։ Հա, ինքը ինձ չի սիրում, բայց մարդը որոշել է ինձ հնարավորություն տա։ Դու լավ գիտես, թե ոնց եմ սիրում քրոջդ։ Ինչ ես կարծում, ես այդ հնարավորությունը ձեռիցս բաց եմ թողելու վրամ։ Հիմա Աստված էլ վերևից իջնի, ես այդ հնարավորությունը ձեռիցս բաց չեմ թողնի։ Դու ինչ-որ մի բան կամ խաբում ես, կամ կիսատ ես ասում, Արմո։ Նարեն քեզ չի սիրում ու անհնար է տենց բան ասեր։ Հա, ինձ չի սիրում։ Բայց ում է սիրում։ Հետս կռվում ես, որ ամուսնանան նրա հետ, ում որ սիրում, հա։
Դու ոնց որ շատ բան ես արդեն հա իրար խառնում։ Դե հանգիստ։ Երկուստ էլ հանգիստ։ Արմո, ես քեզ արդեն մի անգամ հնարավորություն տվել եմ աղջկաս սիրտը գրավելու։ Եվ եթե Նարեի կողմից էլ կա իր համաձայնությունը, ուրեմն ես մեծ սիրով կտամ իմ ծնողական օրհնությունը։ Ոնց է ստացվել, որ դու կարողացել ես գրավել աղջկաս սիրտը։ Պապ, դու հիմա լուրջ ես խոսում։ Չէ, հումոր եմ անում։ Արմոն, ես չգիտեմ ոնց է ստացվել, որ Նարեն իր համաձայնությունը տվել է, բայց էլի եմ ասում, ես դեմ չեմ ձեր ամուսնությանը։ Ու հիմա ինձ պետք է, որ Նարեն քեզ հետ լինի։ Ու Աստված չանի, Արմո, եթե իմացել եմ, որ երեխուս հանդեպ սխալ քայլ ես արել, կամ ինչ-որ բան ես ստիպել։ Դու գիտես չէ, ես Նարեին ինչքան եմ սիրում, այդ կապ չունի, ինչքան էլ բարկացած լինեմ վրեն։ Իմ երեխու մազը ծռողին վիզը ընենց կծռեմ, որ ինքն էլ չի հասկանա ոնց ու որտեղ շունչը փչեց։ Ձյաձ Սաքո չեմ հասկանում, հիմա ես եմ եղավոր, որ Նարեն ինձ հնարավորություն ա տվել։ Արմո ջան, ես ասում եմ ի գիտություն։ Իսկ հիմա ավելի լավ է գնաս։ Վաղը արի վրամը հանգստացած կլինի, կնստենք, կխոսենք։ Հաջողություն ձեզ Սաքո։ Նարեի մոտ էիր։ Քեզ նորմալ մի բան ասեց գոնե։ Չէ, ոչ մի նորմալ բան չի ասում։ Ես չեմ հասկանում, ինչ պետքա կատարված լինի, որ մարդ մի գիշերում այս տեսակ փոխվի։ Նարին ասում է, որ իր որոշումը արդեն կայացրել է, բայց շատ լավ գիտենք, չէ, որ այդ իր որոշումը չի։ Ինքը Արմոյից զզվում է, ոնց կարար հետո ուզեր ամուսնանալ։ Նարե, դու ոչ մի բան չունես ինձ բացատրելու։ Քո հետ եմ, Նարե, ոչ մի բան չունես բացատրելու։ Նարե, քո հետ եմ, բան չունես բացատրելու։ Ինչ որ բան եմ արել, որի համար պիտի բացատրություն տամ հիմա։ Չէ, դու ձեռ ես առնում ինձ։ Մի հատ կասես ինչ հայտարարություններ, որ ներքևում արեցիր։ Ինչի Արմոյի ձեռքը բռնած ներս եկար Նարե։ Երեք Մարգարի լակոտն է գալիս հետևիցդ, այսօր էլ Արմոյի ձեռը բռնած ներս ես գալիս, ո՞նց հասկանամ ես։ Լավ, խնդրում եմ, վերջացրու, հա։ Դուք եք մեղավոր։ Ձեր քայլերն են ինձ դրդել, որ ես այս տարբերակ ընտրեմ։ Ու հիմա նենց ցույց մի տուրի, որ դու շատ անհանգստանում ես իմ երջանկության համար։ Նարե, դու Արմոյին չես սիրում։ Ու ինքնակամ հաստատ Արմոյի հետ չէիր ամուսնանալու։ Ես երեխա չեմ ու շատ լավ հասկանում եմ, որ ստեղ մի բան են չի, բայց չեմ հասկանում ինչ։ Նորից եմ ասում, դու Արմոյին չես սիրում։
Ու այս քո արածները տրամաբանությունից շատ հեռու են արել։ Ում ու ինչ ես ուզում ապացուցես սրանով։ Հա, ես Արմոին չեմ սիրում։ Չեմ սիրել ու երբեք էլ չեմ սիրելու։ Ես Հայկին եմ սիրում։ Այն Հայկին, ումից ինձ հեռու պահելու համար դու ամեն ինչի պատրաստ ես։ Սուս մնա, Նարե, սուս մնա։ Ինչ պատասխան ես ուզում, պատասխան եմ տալիս։ Սոն նորություն չկա Նարեից։ Գյուղն էլ ոտնատակ տվեցի, բայց ոչ մի տեղ չկա։ Արդեն գժվում եմ, ինչքան ժամանակա լուրջ չունեմ։ Ասա, որ գոնե դուք մի նորություն ունեք։ Լավ, հիմա ես ինչ ասեմ։ Ոնց ասեմ այդ նորությունը Հայկին։ Հայկին եմ սիրում, բայց այդ ինչա փոխելու։ Ոչ մի բան։ Քո համար այդ կարևոր է։ Կարևոր է իմ երջանկությունը։ Չէ։ Դրա համար խնդրում եմ, հիմա մի ձևացրու, իբր դու ամեն ինչի պատրաստ ես կամ իմ համար ես մտածում։ Գժվել ես, դու ուղղակի գժվել ես, Նարե։ Մենակ չասես, այս ամեն ինչը սարքել ես նրա համար, որ այդ լակոտի հետ հարաբերություններդ կարգավորես։ Չէ, հակառակը։ Այս ամեն ինչը նրա համար է, որ ես հեռու մնամ Հայկից։ Հայկն էլ ինձնից։ Որովհետև հասկացել եմ, որ դու ոչ մի բանի առաջ կանգ չես առնելու։ Ճիշտ ես, Նարե։ Ոչ մի բանի առաջ կանգ չեմ առնելու։ Նարե, ես ամեն հարցով կհասկանամ քեզ։ Ամեն հարցում կողքդ կլինեմ։ Բայց եթե հարցը վերաբերվում է այդ լակոտին, ես դրան էլ կսպանեմ, իր շրջապատին էլ հետը, որ կես քայլ անգամ քեզ մոտիկ չգա։ Վրամ վերջացրու, հա։ Ես արդեն ասեցի։ Ես կամուսանամ Արմոյի հետ։ Ես Հայկի անունը էլ չեմ տա։ Բայց դու խոստացի, որ չես մոտենալու Հայկին ու չես վնասելու։ Ես ուղղակի չեմ հասկանում։ Չեմ հասկանում, ոնց դու սկսեցիր այդ լակոտին այսքան շատ սիրել։ Ու պատրաստ ես դրա համար ամեն ինչ անես։ Դու հիմա կործանում ես քո կյանքը, Նարե։ Մենակ նրա համար, որ ես այդ լակոտին չվնասեմ։ Ես հիմա չունեմ պատասխան քեզ տալու։ Ուղղակի խնդրում եմ։ Հեռու մնա Հայկից ու հանգիստ թողիր։ Իսկ հիմա ուզում եմ մենակ մնամ։ Հայկո, սպասի։ Զանգում էի չէր պատասխանում։ Խմելու բան եմ վերցրել։ Արի նստենք։ Քերին ասեց Վարոյի բաղով։ Բառ չեմ գտնում ասելու։ Դու գիտես ես գտնում եմ։ Անընդհատ ինձ ուզում եմ ցրեմ մտքերով։ Ուրիշ բաների մասին մտածեմ, որ իբր մոռանամ ինչ ա եղել, բայց ոչ մի ձև չեմ համակերպվում։ Հավատս չի գալիս, չգիտեմ։ Ճիշտ է, ես շատ չհասցրեցի ճանաչեմ Վարոյին, բայց իմ սիրտն էլ է ցավում։ Իմ հավատն է չի գալիս։
Հայկո պետք չի քաշվես ինձնից։ Ճիշտ է, ես քո հարազատ աղբերն եմ, բայց Վարոն քո համար ուրիշ նշանակություն ուներ։ Աղբորից ավել էր։ Ու հիմա էլ աղբորից ավել էլ կա Միքո։ Ես ու Վարոն իրար հետ 6 տարի նստել ենք մի խցում։ Չոր հաց ենք կիսել իրար հետ։ Այս վերջում երկուսս էլ կիսասոված գնացել։ Պարկել ենք քնելու։ Ինձ փոքր աղբոր նման լսել եմ միշտ։ Ինչ ասում էի, լսում էր։ Չգիտեմ, ոչ մի ձև չեմ կարողանում համակերպեմ։ Ես Վարոյի մոտ պարտքում էի, պարտքի զգացում ունեի, որ պիտի մորը գտնեի, բայց չհասցրեցի։ Խոստացել էի, որ պիտի գտնեմ, խոստումս չարեցի։ Իսկ ինքը ինչ արեց իմ համար գնաց։ Իմ համար կյանքը տվեց։ Ընդհանրապես մարդիկ իրանց որպես լավ ընկեր, ոչ օրինակ մանկության ընկերոջն են վերցնում օրինակ որպես, բայց Վարոնս 6 տարվա մեջ իմ համար ամեն ինչ դարձավ։ Ստացել էի, որ ամուսնանա իրաքավորը ես պիտի լինեի, երեխեքին պիտի ես կնքեի, բայց էդ էլ չհասցրեցի։ Խոստացել էի, ասել էի, դու ամուսնացի, երեխեք ունեցի, ես քո երեխեքին կպատմեմ քո մասին, թե ինչ աղբեր ես դու ինձ, ինչ ընկեր ես եղել։ Իմ համար ամեն ինչ տվեց Վարոն, բայց ես վերջի պահերին չհասցրեցի գնամ իր մոտ, չէի զգում, որ ինքը կարիքն ունի։ Չհասցրեցի։ Ես ինձ երբեք չեմ ներելու։ Չեմ ների, որովհետև իմ սրտի վրա ես նենց ծանր բեռա, որ Հայկ, բայց դու որտեղից իմանայիր։ Չգիտեմ, Միքո։ Ոնց որ սրտիս մի կեսը դատարկված լինի։ Այս այն հարվածն է, որ ամբողջ կյանքումս չեմ կարողանալու մոռանամ։ Մտածում ես սպանել են։ Սպանել են։ Գիտես ամենավատը որն է։ Որ եթե սպանողին գտնվում մասերի բաժանը մեկա սիրտս չի հանգստանալու։ Որովհետև Վարոյին հետ չեմ կարողանալու բերեմ։
գոնե հասցնեի։ Վերջին անգամ գնայի մոտը։ Ինքին շատ էր վստահում։ Բայց այդ լիճը հասցրեցի։ Նարեի հետ խոսեցիր։ Քեզ գոնե խելքին մոտ բան ասեց։ Չէ։ Ես չգիտեմ ինչա կատարվում այդ աղջկա հետո։ Որոմ չես պարկում։ Քեզ թվում է հիմա ես կարամ քնեմ, Սոնա։ Նարեի պահվածքը նորմալ չի։ Իրան թվում է, որ իմ համար մեկ է իր երջանկությունը։ Բայց դա տենց չի, Սոնա։ Ես լավ տեսնում եմ, որ ինքը հիմա վատ է ու տանջվում է։ Որոմ իսկ եթե մի անգամ էլ հետը խոսեց, բայց հանգիստ։ Չէ։ Ինչքան էլ իմ համար ցավոտ է իր այս վիճակը, Սոնա։ Բայց ես ոչ մի քայլ չեմ անելու։ Ու բացի այդ Նարեն երեխա չի, ու ինքը իր արածների համար կարա պատասխան տա։